Ուզում եմ վկայեմ, ոնց եմ ապաշխարել։ Ինչ որ պիտի խոսամ, թող Տիրոջ կամքի համաձայն լինի ու Տիրոջը փառք բերի Հիսուսի անունով։ Մեծացել եմ մեծ ընտանիքում։ Պապիկի տատիկի հետ եմ մեծացել։ Պապիկս հիշում եմ, որ փուջուր էի, պապիկս միշտ երգում էր էլի, ինքը բան ուներ, տետր ուներ ու իր երգերը գրում էր, ալելույա, միշտ հիշում եմ այդ բառերը, որ ինքը երգում էր ալելույա, ու ինքն էր մեզ սովորացրել, ոնց աղոթենք հայր մերը։ Այդտենց հետո պապիկս դե շուտ է մահացել, հետո տատիկս ամեն գիշեր մեզի ոնց որ իրիկունը, որ միջև պիտի քնենք, ինքը կրկնում էր, ասում էր հայր մեր, մենք իր հետևից կրկնում էինք, հետո նոր քնում էինք, բայց իրանց հավատքը ոնց որ սենց ա եղել է, պապիկիս երազի մեջ պապիկս երազ ա տեսնում, որ ինչ որ ասում են պետքա սրբատեղի պատրաստես, մի խոսքով այդ տեղը պետք է լինի, անունը պետք է կոչվի Թուխմանու։ Տենց իրանք հավատքը տենց ա էլ եղել։ Մեզ էլ տենց սովորացնում էին այդ սրբատեղին ոնց պետք է մաքրենք, նկարները ոնց պետք է մաքրենք, ոնց պետք է պաչենք, ոնց պետք է մտնենք դուրս գանք։ Մի խոսքով շաբաթ կիրակի օրերին, միջև շաբաթ կիրակի օրերը հասնելը, տատիկն ասում էր պետք է ոնց որ հերթով դրած էինք էլի, որ ով որ ոնց պետք է մաքրի։ Տենց մի խոսքով, որովհետև հարևաններն էր գալիս էին, մոմ էին վառում, այնտեղ ով որ մոմ չէր բերում, ոնց որ կոպեկ էր բերում, այդտեղից մոմը վերցնում էին, հետո այդ կոպեկները այդ մեր մոմ էին առնում, մի խոսքով, ուրեմն անցան տարիներ, փոքր հորքուրս լավ հիշում եմ այդ օրը եկել էր, ասում էր այ մեր, ես քեզ ասում եմ, ինքը արդեն հավատքի էր եկել, այ մեր ասում էր, ես քեզ ասում եմ, էդի կուրքա, դուք հասկանում եք, կանգնում եք նկարների դեմ, պաչում եք, այս երեխեքին էլ սովորցնում ես ոնց մաքրեն, ինչ անեն, էդի մարդու ձեռով նկարած նկարներ են, մեր Աստված կենդանի ա, ճշմարիտ ա, ինքը ոնց ես որ դու պարկած տեղդ աղոթք ես անում, տենց էլ կարաս ոնց որ չէ թա սրբատուն մոմ վառես, ինքը քեզ լսում ա։ Հետի որ լսեցի, այ Արսեն ախպերս որ հրաշալի քարոզ էր, ասեց որոշում կայացրա։ Ես որոշում այդ օրվանից կայացրեցի, որ ես սրբատունը չեմ մաքրել, որտեվ էդի կուրքա, լսել էի, որ էդի կուրքա բանը, ուրեմն հասել է շաբաթ օրը, այդ օրը իմ հերթն էր, որ պիտի մաքրեի, բանը հակառակվում է, ասում էի, տատին ասում էր պետք է եթաս մաքրեմ, ասում էի չեմ մաքրելու, հա ամես թորքուրն ասել է այդի կուրքա։ Հետո ասում էր մեղայ ասու, այս աղջիկը իր գլխին մի բան կբերի։ Տենց ասում էր հեսա հերդ գործից եկա, իմ պապաս խիստ ա էլ եղել, հեսա հերդ եկավ ասելու եմ, ասում էի ասում ես ասա մեկա չեմ մաքրելու։ Ու տենց անցան տարիներ, մեկ է հորքուրս այդ օրը ինքը միշտ բերում էր իր երեխեքին մեր տունը, ոնց որ պահում ենք, իր 3 հատ աղջիկ ուներ, ոնց որ իր կիսուր կեսրարը չէին հավատում, ամուսինն էլ թողում էր, որ գնար հավաքույթների, այդ օրը ջրի մկրտություն էր պետք է Սևան իր 3 երեխեքին բերեց, որ մենք պիտի պահեինք, ինքը այնքան սիրուն սպիտակ շորեր էր հագել, ես ասում էի բան ու հարցնում էի, ասում էի, բայդի ոնց ա, ու ինքը պատմում էր ջրի մկրտությունը ոնց ա, ինչա, ու ամեն անգամ երբ գալիս էր վկայություններ էր պատմում, որ Տերը փրկել ա, Տերը բժշկել ա, ամեն անգամ մեզ ասում էր Աստվածաշունչ կարդա, նոր կտակարան էր մեզի բերել, ճիշտ է մեր սրբատունը կար, լիքը Աստվածաշունչեր, արևելյա հայերեն էր գրած էլ, ոնց որ արևմտահայերեն էր գրած, դրա համար չէինք կարում, ինքը նոր կտակարան էր բերել, մենք կարդում ենք, ես սկսել էի արդեն կարդալը, հետո որ գնում էինք հորքուրես տուն, ինքը մեզի տանում էր, ասում էր այսօր պաշտամունք կա, բանը երեխաների համար էլ կա էլի, ոնց որ երեխաներին հատուկ զբաղացնում են, արի տանեմ, կեթաս, այնտեղ իր Իսուրը գալիս էր, ասում էր, նա բանը, նայ հա, հեսա հենց հերդ եկավ կասեմ, հորքուրս ասում էր, քորչունես չվախենաս, ասում էր բանը, որ եկավ կասես բանը, հորքուրն ա տարել, ու տենց ամեն անգամ նենց էր ստացվում, որ եթում էինք, ոնց որ երբ որ արձակուրդ էինք կլնում, ոնց որ երբ որ կամ եթում էինք
մնում էինք իրանց տունը մի խոսքով, տենց մեզի տանում էր, հիշում եմ առաջի պաշտամունքին այդ երգը լավ տպավորվել էր իմ մեջ, երբ նայում եմ աջ, Հիսուսն է հաղթականը, նայում եմ ձախ, Հիսուսն է հաղթականը, նայում եմ առաջ, Հիսուսն է հաղթականը եւ նայում եմ ետ, Հիսուսն է հաղթականը, ալելույա, ու դա այնքան լավ էի սովորել, ոնց որ ասած, եկել էի տունը բարձր երգում էի, ավելի բարձր է երգում, էս տատին ասում էր, էս երեխուն էլա տարել իր շարքերը դասել ասում էի ու տենց ոնց որ այդ վախտվանից ես էլ չէի մաքրում էլի սրբատունը մի խոսքով անցավ տարիներ հետո արդեն գնացինք ոնց որ ես արդեն գնացինք Աբովյանում արդեն աշխատում էի ոնց որ սովորեցի բրծա արդեն դե Արփիմեդ դեղագործական գործարանում աշխատում էի այնտեղ ուրեմն Աբովյանում եկեղեցում ես գնում էի թաքու եկեղեցի մամաս գիտեր որ էթում էի բայց պապային չէինք ասում որտեվ ասում էր հանկարծ պապատ որ իմացավ կճղայնանա գործ ունես դու թաքուն գնա արի գնում էի ուրեմն մի օր ուրեմն գործի եմ ընկերուհիս Անին եկավ սենց արեց լսի ասում ես քեզ եկեղեցում երկու կիրակյա եկեղեցում եմ տենում բայց ոնց հենց հելնում եմ երկրորդ հարկն եմ ալնում հենց հելնում եմ որ քեզի ոնց որ ասեմ ոնց դու եկեղեցի ես գալիս ասում տենում եմ չկաս այդ ոնց ես բախնում շուտ ասում եմ դե շուտ այդում եմ որտեվ որ պապաս չասի շատ չբացակայեմ էլի որ չասես որտեղ ես գնացել տենց ոնց որ սկսեցինք իր հետ ավելի լավ մտերմանալ բան տենց հետո Վիգենի հետ ընկերություն էինք անում ուրեմն այդ օրը Իրիկունը Վանուհին ու Վիգենի հորքուրի աղջիկը ոնց որ սովորում էին Երևանում այդ օր եկան Աբովյան ոնց որ ուշ էր մամաս ասեց դե մի գնացեք առավոտը միանգամից ստեղից 259-ով կնստեք գնաք դասի Այդ օր Իրիկուն նստած զրույց էինք անում, ես հարցեր էի տալի Վանուհուն, գիտեի որ Վանուհին հոգևոր է բան, ասում էր բանը, լսի, ասում էր, ուզում ես արի թանկ աղոտ կանենք, չէ, ես հարցրեցի, ասի դու Սուրբ Հոգի ունես, ասեց հա, ես մկրտվել եմ, Տերը ինձ մկրտել է Սուրբ Հոգով, ու տենց անընդհատ հարցեր էի տալի Սուրբ Հոգուց, ասեց ուզում ես արի թանկ իրար հետ աղոտ կանենք, Տերը էդի նվեր է, Տերը քեզ կնվերի ու տենց ոնց որ Իրիկուն էր սաղ գնացինք քնելու ես ու ինքը գնացինք սենյակ աղոտ քարեցինք ու տե ոնց որ 2007 թիվներ Ատենց Տերը ոնց որ հենց ծնկել եմ հենց աղոտ քեմ արել Սուրբ Հոգով մկրտվել եմ ու հետաքրքիրն էր որ ոնց որ տրանից հետո գնում եմ հաջորդ օրը գործի եմ գնում եմ ոնց որ ուզում եմ այդ լավ ուրախության լուրը Անի հետ կիսվեմ էլի այդպես ասեմ Անի ջան գիտես բանը ես Սուրբ Հոգով մկրտվել եմ ասում հա ոյ ուրախացավ գրկեց շնորհավորեց ու տենց ոնց որ ինքը ինձի ոնց որ հետաքրքիր էնա որ ամենտեղ Տերը իր զավակներին կանգնացնում է որպեսզի ոնց որ ուղղություն ցույց տան ինքը ինձի ոնց որ սենց ասած խնամում էր որովհետև ես նոր էի ես չգիտեի սենց ասած բաները այնտեղ Արփիմեդում դեղեր կար որոնք դրված էր ասում էին կարակ տանեք տուն ոնց որ ձեր համար ասենք 2 բլիս 3 բլիս ասենք պարացետամոլ ասկոֆեն ինչ որ այա կային մարդիկ 10 հատ էին վերցում 20 հատ էին վերցում ես նայում էի ասում էի հա ես կտանեմ կբաժանեմ էլի տանում էի ոնց որ տալիս էի մամաս գրադարանավար Վարուհի էր էլի արմաշում տանում էր դասատուներին էր բաժանում մի խոսքով այնքան շատ էի տանում որ սաղին բաժանում էր հետո ես մի օր Անին եկավ սենց հարեց ասես Լիլիթ բայց խես այդքան շատ վերցնում ասեմ դե սաղ վերցում են ես էլ եմ վերցում որ տանեմ ասում բայց քեզ ինչ են ասեմ դե ասել են 2-3 հատ բայց դե մենք տանում ենք բաժանում ենք ես մտածում էի դա լավություն եմ անում ասես չէ դու դա գողություն ես անում որ դա ասեց սենց հանդիմանվեցի ասի լավ էլ չեմ տանի բայց հետո մի օր այն մյուս ընկերուհիս բանը լուծույթների բաժնի պետն էր էլի ասես Լիլիթ արի այսօր ինձ օգնի օպերատոր չունեմ էլի արի ինձ այսօր օգնի ես քեզ բանը այդ լավ ակնեների բաներ էլի լուծույթեր պատրաստում ես քեզ դրանից կտամ ասեցի հա ու ինքը այնքան շատ էր պատրաստել որ ինքը դա սաղ պետք է բերեր տուն ոնց որ ասած հա ու ինձ ասում էր պետք է դնես այդ
Չէ, մենք խալաթներ էինք հագնում, խալաթի ջեբերը ու տանես հանդերձարան, ընդե տանես դնես իմ դարակը, հետո ես քեզի կտամ ինչքան որ դու ուզես։ Հա, հետո ես ասենց նայում եմ, ասում եմ ոնց որ ինքն ինձի ստիպի, որ ես ստեի այդ տեղը բաները տանեմ, էլի։ Նենց տրտմել էի, բայց չէի կարում իրան ոնց որ ինքը մի քիչ բարձր էր, ասում էի դե լավ իրա բան դարակն եմ տանում, դեմ ոչ եմ տանում մերտում։ Տենց տարամ դրեցի, մի քանի հատ տարեցի ու անին նորից ճանապարհից հանդիպում ասում է Լելիթ, բայց ինչ ես անում, ասում եմ դե Ռուզանը գիտես ոնց որ շատ է սարքե, պետք է տանեմ դնեմ, ասեց կարաս եւ դու հրաժարվես, ինչ ես դու ենթարկվում իրան։ Հետո տենց գնացիմ տարամ դրեցիմ ու երկրորդ անգամ որ պետք է թայ ասեցի կներես Ռոզան, բայց չեմ բանանելու, ասում է դեսի որ տանում ես արդեն քո համար, ասի ես է չեմ ուզում, ոնց չես ուզում, բայց քան ավել եմ սարքի, էսի պետք է տանենք, որ ավելը գրանցվի, արդեն իմ վրա խոսակցություն պետք է գա, դու չես ուզում, որ իմ մենք իրար հետ ենք, դու ինձ օգնել ես բան, սենց ասում էի, հա բայց դու ես որոշում կայացրել, որ ավել ես սարքի, ես հետո ինքն է էլի կշռում բանան։ Մի խոսքով ես էլ չտարամ։ Հետո ինքը ինձի տալիս էր, ասում էի չէ ես էլ չեմ ուզում, ոնց որ ամեն անգամ Տերը մեկին բերում էր ու ինձ ասում էր մի արա, այս ինչ ես անում։ Մի օր էլ այս Ռոզանը մատաղ էր բերել, նստած ենք դենտեղ մենք պերերիվ ենք անում, մատաղ էր բերել, ինքը գիտեր որ անին մատաղ չի ուտում, ինձ էլ դե գիտեր որ նոր եմ եթում, բան ինձ ասում էր բան խաշլամա եմ բերել, հա անին նայեց ինձի սենց գլխով արեց, անի չուտես էլի, դեսի չեմ հասկանում, չգիտեմ, ոչ բան չգիտեմ, դրեցիմ կերամ մեկ էլ անին ասում է Լիլիթ, որ ես քեզ գլխով էի անում, ասում էի մի կեր, տենց ասում եմ դե չհասկացամ, բայց դե ինձ համով էր, մի խոսքով տենց անցան տարիներ, հետո ամուսնացամ, մտածում էի ճիշտ ասած, ասում էի ինչ լավ է Վիգենի մաման հոգևոր է էլի, ոնց որ ստեղ ես թաքուն եմ եթում եկեղեցի, որ այդ համ իրանց տունը իր մաման հոգևոր է, ազատ կեթամ էլի եկեղեցի հանգիստ կեթամ, գնացի մնդե կարգերը ուրիշ էր, ոբշե չգնացի եկեղեցի։ Հիմա ասում էի ոնց է համաբովյան, որ ընդեղ հանգիստ եկամ եկեղեցի, ընդեղ դե ոնց որ կեսրարից էլ էլի, դե հայկական որ ասում եմ գյուղում սենց պետք է անեք, նենց պետք է անեք մի խոսքով։ Հետո տենց ստացվեց նենց որ ոնց որ երբ եթում էի Աբովյան, նոր եթում էի եկեղեցի։ Դե տենց էլ շուշուտ չէի եթում Աբովյան, որ ասեմ անընդհատ եթում էի Աբովյան։ Մի խոսքով հետո նենց ստացվեց, որ եկանք ստեղ, ավելի ճիշտ շատ շուտ էին ուզում Վիգենին կանչեին, էդ էլ պատմեմ, ոնց որ շատ երկար պատմեցի։ Բանուհին անընդհատ ասում էր Վիգենին պիտի տանենք, իսկ ես անընդհատ աղոթք էի անում, ասում էի Տեր Աստված, նենց արա որ չտանեն, իսկական ծնկի էի գալիս ամեն օր ու աղոթում էի։ Ու տենց իրանք ամեն օր ասում էին պետք է այս ամիս կանչենք ու տենց տարիներ անցնում են, մի քանի տարի իրար հետևից։ Հետո մեր վիճակը մի քիչ Վիգենը գործ չուներ, մի խոսքով ես է դեկրետ էի նստած, մի քիչ ավելի բան եղավ էլի։ Հետո մի օր Աստվածաշունչ կարդում էի, այդ աղոթքի կարդալու ժամանակ ոնց որ բացվեց, որ թող քո կամքը լինի, ոչ թե իմ կամքը, ու ծնկեցիմ հենց այդ ասեցիմ Տեր թող քո կամքը լինի, ոչ թե ոնց որ ես ամեն անգամ աղոթում էի նենց արա որ չտանեն Վիգենին, չտանեն, չկանչեն, հիմա ծնկեցի ասի Տեր, եթե քո կամքն է որ պիտի իրան կանչեն Ռուսաստան, թող լինի, եթե քո կամքը չի, նենց արա թող չլինի, բայց ուզում եմ որ քո կամքը լինի։ Առավոտը հելան ասին Տոմսեն առել։ Հիմա բանս էս տրտմելա ներսս ասում եմ, բայց խիտ ինձ աղոթեցի։ Ու տենց ոնց որ Աստծո ծրագիրն էր էլի, Վիգեն եկավ, հետո մենք եկանք։ Մի խոսքով Փառք Հիսուսին Աստծո ծրագրերի համար, ու տենց եկանք, տեսամ ստեղ դեկամաշնաստրայից էլ հենց առաջի անգամ երբ որ մտամ ռուսականը, ես հենց հետաքրքիր հենց այդ դռներից ներս որ մտամ, ճիշտ է ռուսերեն բառեր կար, որ չէի հասկանում, դաժե նենց բառեր կար, որ вообще չէի հասկանում, բայց այնքան այդ ներկայությունը այնքան ուժեղ էր, ոնց որ ես իմ ընտանիքի, իմ մամայիս, պապայիս տունն էի կացելնեի,
ոնց որ եկել է իմ ընտանիք, նենց հետաքրքիր էր, դա մոտիկացամ տեղ կանգնածներին գրկեցիմ, սենց ու սենց ոնց որ ուզում էի իմ մամայիս, պապայիս կարոտը իրանցից սենց ուզում էի սաղին գրկեի, բայց իրանք անծանոթ էին էլի, այտենց ու Տերը ոնց որ բերեց հասցրեց փառք Հիսուսին իր ծրագրերի համար, փառք Հիսուսին